Կառուցում ենք եռատոն։ Ինչու է կոչվում մեր ինտերվալը եռատոն, քանի որ բաղկացած է 3 տոնից։ Դրա համար էլ կոչվում է եռատոն։ Եռատոնը լինում է մեծացրած կվարտա եւ փոքրացրած կվինտա։ Եվ մեծացրած կվարտայի եւ փոքրացրած կվինտայի մեջ կա 3 տոն։ Կառուցում ենք նոտայից, օրինակ կառուցենք ռե նոտայից, ուրեմն լինում է ռե նոտայից 3 տոն վերև, 1 տոն, 2 տոն, 3 տոն, ստացվում է այս սև ստեղնը։ Այս ինտերվալը կարող է լինել եւ մեծացրած կվարտա եւ փոքրացրած կվինտա։ Իսկ տեսակը կախված է ինչպես ենք մենք գրում եւ լուծում։ Օրինակ ռե նոտայից, եթե կառուցենք կվարտա, նայեք ռե, մի, ֆա, սոլ, 4-րդը դա սոլն է։ Սոլ, բայց մեզ պետք է սև ստեղնը։ Սոլը բարձրացնում ենք, ուրեմն ստացվում է մեծացրած կվարտա։ Իսկ մեծացրած ինտերվալները լուծելիս ավելի են մեծանում։ Այսինքն սոլ դիեզը գնում է դեպի տոնիկա լյա, հարակից կայուն աստիճան լյա, իսկ ռեն իջնում է դեպի կայուն աստիճան դո դիեզ։ Վերևի նոտան մեզ ցույց է տալիս տոնիկան, ուրեմն մենք գտնվում ենք լյա մաժորում, լյա մաժորն էլ ունի դո դիեզ։ Ահա, սա մենք լուծեցինք լյա մաժորում, իսկ հիմա լուծենք մինորում նույնը, ռե սոլ դիեզ, լյա դո, բայց մենք գրում ենք լյա մինոր հարմոնիկ, ինչու հարմոնիկ, քանի որ լյա մինորը նշան չունի, իսկ սոլ դիեզը լյա մինորի հարմոնիկ նշան է, դրա համար մենք գրում ենք լյա մինոր։ Ուրեմն սոլ դիեզը գնում է դեպի լյա, իսկ ռեն իջնում է դեպի դո, մեծացրած ինտերվալներ լուծելիս ավելի են մեծանում։ Իսկ հիմա նույնը փոքրացրած կվինտան, նայեք նույն ինտերվալն են գրում 3 տոն, եռատոն, նույն ինտերվալն է, բայց պետք է լինի կվինտա, ռե, մի, ֆա, սոլ, լյա, 5-րդ ինտերվալն է, լյան, բայց քանի որ մեզ պետք է սև ստեղնը, որ լինի 3 տոն, ուրեմն լինում է ոչ թե լյա, այլ լյա բեմոլ, փոքրացրած կվինտա, ոչ թե մաքուր կվինտա, այլ փոքրացրած կվինտա։ Իսկ փոքրացրած ինտերվալները լուծելիս ավելի են փոքրանում, փոքրացնենք, լյա բեմոլը գտնում է դեպի հարակից սոլ կայուն աստիճան, իսկ ռեն բարձրանում է դեպի տոնիկա մի, ուրեմն մեծացրած կվարտայում տոնիկան ցույց էր տալիս վերևի նոտան, իսկ փոքրացրած կվինտայում այ ներքևի նոտան է տոնիկան ցույց տալիս, լյա բեմոլ, մի բեմոլ տոնիկա եւ սոլ, ահա լուծեցինք, փոքրացրեցինք մեր փոքրացրած կվինտան, իսկ հիմա մինորում, ռե, լյա բեմոլ, սոլ բեմոլ, մի բեմոլ, բայց սա հարմոնիկն է, մի բեմոլ մինորի հարմոնիկն է, ինչու է հարմոնիկ, քանի որ մի բեմոլ մինորը ռե բեմոլ ունի, մենք այստեղ ասում ենք ոչ թե ռե, այլ ռե բեկար ենք կողքը դնում, որ դառնա հարմոնիկ, ռե բեկար լյա բեմոլ, սոլ բեմոլ, մի բեմոլ, ահա եւ մի բեմոլ մինոր լուծեցինք, ուրեմն ռե լյա բեմոլ, սոլ, մի բեմոլ մաժոր, ռե բեկար լյա բեմոլ, մի բեմոլ, սոլ բեմոլ, ահա եւ նոտայից կառուցեցինք։ Յուրաքանչյուր նոտայից կարող ենք այսպես կառուցել։ Ուղղակի մաժորում մենք հիմնականում լուծում ենք բնական մաժորում, իսկ մինորում հարմոնիկ է ստացվում։